Իշխան Սեդրակյան, տնօրեն եմ Օլիմպիադանի, հիմա մեծագույն խնդիրը, որ մեր սպորտային կառույցներին թույլ տանք մարզվեն, մարդիկ մրցումներ են պատրաստում, ուսումնամարզական հավաքներ ունեն, մի քանի սպորտաձև աշխարհի Եվրոպային մարզվում, մենք սպորտ աշխարհը պետք չի քաղաքականացնել, մենք դրանից հեռու մարդ ենք, մենք ուզում ենք թույլատրությունը լինի, թույլ տան մեր երեխաները մարզվեն, առողջ ապրելակերպ անեն, այս նմանատիպ խնդիրներին ինչ չի թվում էլի, որ երեխան ինչ-որ կապ ունի կամ մարզիկները ինչ-որ մի կապ ունեն, որ իրանց ինչ-որ ձև պատժեն։ Պարոն Սեդրակյան, եկել դռները պլոմվել գնացել են, որևէ հստակ պատճառաբանություն կա, թե ինչու։ Հստակ պատճառաբանություն չկա, մեկ էլ հստակ չի, երբ կբացվենք։ Ինչ են ասել։ Այն ինչը որ ասվել են, ինչի համար որ փակվել է, հարկայինի աշխատակիցները, մեկ էլ մեր օրինապաշտ մարմինները ասեցին ժամանակավորապես փակվում է, մենք ձեզ կտեղեկացնենք բացվելու մասին, երբ որ նախապես կլինի, իսկ ոչ մի հստակ ինչ-որ մի բան չի ասվել։ Այս պարալիզացումը հատկապես ինչ վնաս կտա, գույքը կփչանա, ինչ կլինի։ Դե մեծ վնաս կտա գույքին, բայց մեր ամենամեծ վնասը մեր մարզիկների չմարզվելն է, գույքը կարող է կառնանք վերականգնենք, ամեն ինչ վերականգնվող է, բայց ինչ որ փչանալու է, մենք մի տեղով չի խնդիրը, որ ասեմ օրինակ մի տեղով է, սնունդի խնդիրն այնտեղ, որ սնունդը մենք փակ թողել ենք, սառնաները փակի դուրս ենք եկել, հնարավորություն տան տեխնիկական սպասարկումը, եթե հնարավոր կլինի մտնեն քլորի ստանցիաները այնտեղ, օդափոխության ստանցիաները այնտեղ, գոնե տեխնիկական մասը մտնի, սպասարկումն անի, դուրս գա, իսկ չի թվում, որ խոչընդոտեն կամ ինչ-որ ձև կխանգարեն հետագա քննությանը։ Մենք չենք խուսափում հարկերից, մենք այսքան ժամանակվա մեջ մեր սեփականատերը հիմա կալանավորված է, իրան շուտապույտ ազատում ենք մաղթում, բայց այս սպորտ է։ Խնդրում ենք, սպորտը մի քաղաքականացրեք, մի մտցրեք դրա մեջ, մենք դրա մեջ ոնց որ մեզ չենք տեսնում, մենք տեսնում ենք սպորտի մեջ։ Մեր ծնողները հիմա հավաքվել են, ամեն մի ծնողին չես կարող ասես վաղը միսօր, մենք հստակ չգիտենք էլ երբ կբացվենք։ Պարոն Սեդրակյան, ես մամուլի մոտ ուզում եմ մի հատ որպես Օլիմպիադանի մարզիչ ձեզ հարց տամ, խնդրում եմ, երկուշաբթի օրը դուք կարաք դուռը բացեք, մենք մտնենք մարզում։ Երերիկ, եթե հնարավոր լինի թույլ տան ով է թույլ տվողը, կհրավիրեք երկուշաբթի ժամը 6-ին, թող ինքը չթողի այս երեխան մարզվի, ես գամ աշխատանք։ Մենք չենք կարող չթողենք, դա անկեղծ է։ Հա, բայց իրան հրավիրեք, թող ինքը չթողենք։ Դերեք ուրեմն մարզվենք ստեղ, մարզվենք Բիզեկի գյոլում։ Բայց չեմ կարող, ես տենց աշխարհի պատասխան, անկեղծ է, դին հենց է որ խնդրում եմ, ով է պատասխանատուն, որ ձեզ թույլ չի տալի բացեք։ Պատասխանատուները հետ անպայման կկապնվենք, խնդրենք, մենք էլ իրանց խնդրենք, փորձենք շուտապույտ աշխատանքը վերականգնենք, նոր մեր հունով էլի շարունակենք աշխատանք։